Մինչև Գագիկ Եգանյանին ասնելը ես ուզում եմ խոսել նրա արմատների մասին։ Եգանյանները Արցախից են, ինչպես քաչ հայտնի է, եւ Մելիք Եգանյանների տոհմից են։ Մելիքական ծագում ունեն, ազնվական ծագում ունեն։ Այդ ընտանիքի մյուս ճյուղը նրա տիկին է Սոխակ Միկոյանը, հայտնի եւ հզոր Միկոյան ընտանիքի աղջիկ էր եւ ինձ բախտ է վիճակվել լինել նրա աշակերտը։ Եգանյանների ամենատաղանդավորը Գագիկն է եղել։ Գիտեք ոնց տաղանդավոր, ամեն բնակավարից։ Գիտության, արվեստի, մշակույթի, նույնիսկ կրոնի։ Գերազանց ավարտել են եւ ինստիտուտը, եւ դպրոցը մեդալով, եւ կյանքում էլ ամեն ինչի հասած։ Նա եւ ծագումով էր ազնվական, եւ էությամբ էր ազնվական։ Նա իրական մտավորական էր։ Օրինակ ես նրա բերանից չեմ լսել որևէ մեկի հասցեին վիրավորական խոսք։ Մի ավելորդ խոսք, նրա ասած ամեն մի բառ դա հիմնավորված էր չափած ձևած, որտեղ նա իսկական մտավորական էր եւ այստեղ գործում էր նաեւ կրկնում եմ նրա գեները, որ նա ազնվական իր մեջ ազնվականի էություն կար։ Իմ տատիկ Արղուչյան էր, իսկ պապիկս Միկոյան, երկու հայտնի ազգեր իրար հետ ամուսնացել են։ Հա, ազնվական արյուն ունեն, էլի Եգանյանները խառնվել են, ասում եմ էլի Եգանյանների, Արղուչյանների, Միկոյանների, Անտոնյանների, այդ բոլոր Անտոն Քոչինյանների բոլոր այդ տաղանդավոր գծերը լրիվ կար Գագիկի մեջ, միակ Գագիկի մեջ։ Եվ Գագիկի հետ ծանոթացել եմ, երբ որ ես 47 տարեկան էի, ինքը գուցե մի փոքր ավելի տարիքով էր։ Եվ մտերմացան, գիտեք, ինչքան էլ որ հետաքրքիր էր, երկուս էլ եղել ենք նախկին դեռ սովետական ժամանակների բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որ իրենց կյանքը մի փոքր այլ կերպ է դասավորվում, բայց ըմբոստություն է լինում։ Եվ իր մոտ է եղել երիտասարդ ժամանակ այդ ըմբոստությունը եւ ինձ մոտ է եղել եւ դա մեզ հատկապես մերձեցրեց։ Ինքը բացառիկ մարդ էր, ով կարողացավ իր մարդկային, հատկապես մարդկային կերպարը շատ չսեղմել ու շատ չզոհաբերել ֆունկցիաների կերպարին, որովհետև ինչ է նշանակում ծառայություն։ Կամայական ծառայությունը սահմանափակում է։ Դա կլինի զինվորական ծառայություն, կլինի պետական ծառայություն, կլինի, չգիտեմ, համայնքային ծառայություն բառը արդեն նկարագիր է։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դա սահմանափակում է ֆունկցիան արդյունավետ իրականացնելու համար։ Եվ այս պարագայում լինելով ազատ մարդ, անցնել այդ ծառայության ու այդ սահմանափակման մեջ մարդկային շատ հատկանիշներ չկորցնելը, դա արդեն որոշակի արդյունք է։ Ամեն մարդու բան չէր Եգանյան Գագիկ լինելը, ինքը կարողացել է հավուր պատշաճի ներկայացնի եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունում իր ծառայությունը մնացած գործընկեր գերատեսչությունների հետ եւ ես համարում եմ որ ճակատագիրի բերումով իմ շատ բախտը բերել է որ ես կարողացել եմ Եգանյան Գագիկի հետ ունենամ այդ մտերմությունը եւ ինքը մեծ հետք ու ազդեցություն է թողել իմ հետագա կյանքի վրա։ Ես պարոն Եգանյանի հետ աշխատել եմ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունում 10 տարուց ավելի, այդ տարիներին ինքը փոխնախարար է եղել, նախարար, ես վարչության պետ եմ եղել, ինքը իմ կուրատորն է եղել եւ այդ բոլոր ծրագրերը լավատեղյակ եմ, այն բոլոր ծրագրերին, որը ինքը իր նախաձեռնությամբ եւ կարող եմ ասել իր անմիջական մասնակցությամբ իրականացվել։ Երբ արդեն նախարարի պաշտոնը ստանձնեցի, հենց առաջի օրվանից պետք է ծանոթանաս, իմանաս, թիմ հավաքես, որպեսզի կարողանաս Հայաստանի ամենադժվարագույն ժամանակահատվածում կրես այն բեռը, որը ցավալիորեն վրա էր հասել մեր ժողովրդին։ Երբ եկա նախարարություն, մինչև չէի ճանաչում, իմացա, որ Եգանյան Գագիկը նախարարի տեղակալ է։ Իշարս մյուս տեղակալների հետ զրուցեցինք եւ առաջի մի քանի օրվա ընթացքում իհայտ եկավ Գագիկի այն շնորհները, որոնք կարևոր էին, որ նա աշխատել էր նախարարների խորհրդի ապարատում, իսկ դա շատ կարևոր էր, որ նա կառավարման հիմնախնդիրները լավագույնս յուրացրած անձ լինելով եւ միաժամանակ տնտեսագիտության տեխնադու լինելով, ինչ որ մեկի թեվով չէր վայրես կատարել այդ պաշտոնում,
ուրեմն պետք է գնահատել։ Ինքը անընդհատ երկար տարիներ աշխատել է ամենաբարդ տեղում։ Փախստականների եւ միգրացիայի վարչությունը այնքան չէր զբաղվում միգրացիայի հետ կապված տեսական ռազմավարական նպատակներով, ինչով որ զբաղվում էր, ինչքան որ առերևույթ զբաղվում էր ցավոք սրտի մեր բաժին հասած, մեր սերունդներին բաժին հասած այդ հանգամանքով, որ մենք այնուամենայնիվ ունեինք փախստականներ։ Գայիկ Եգանյանը, իդեպ այդ ես չի որ գնահատում եմ, ինքը համարվում էր եվրոպական տիրույթում այդ ոլորտի լավագույն տեսաբաններից ու գիտակ փորձագետներից մեկը։ Նա բոլոր հնարավոր եվրոպական կառույցներում ոչ միայն ընդգրկված էր, այլ եթե լիդեր չէր, նախագահ կամ փոխնախագահ չէր, այդ մենակ մի պատճառով, որ ինքը այդքան ժամանակ չուներ այնտեղ լինելու։ Հակառակ դեպքում ինքը բոլոր տեղերում կլիներ, իրեն ընդունում էին։ Ասել, որ իրեն հարգում էին, սիրում էին, դա այդ կատեգորիաները չի, որոնք որ միգուցե անհրաժեշտ են, բայց բավարար չեն միջազգային կազմակերպություններում աշխատելու համար։ Իրեն ընդունում էին որպես հեղինակություն։ Ներկայիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտերեշը, տեսեք, նախկին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարն էր եւ ուներ բնականա Եգանյան Գայիկի հետ հարաբերություններ։ Ես ինքս տեսել եմ Գուտերեշի շնորհակալական գրությունը Եգանյան Գայիկին իրեն շնորհավորելու կապակցությամբ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Այսինքն, տեսեք, մարդը գնաց է դարել է գլխավոր քարտուղար, բայց հարաբերությունները այնքան ջերմ են Եգանյան Գայիկի հետ, որ ինքը Եգանյան Գայիկը արժի իր շնորհավորում է եւ այնքան ջերմ են, որ ինքը պատասխանում է այդ շնորհավորակի շնորհակալությամբ։ Որպես ընկեր ամենատպավորիչը ինձ համար իհարկե իր լեռնագնացությունն է։ Ես ճիշտ ասած միջև այդ ինչքան էլ համարվել եմ, ասենք տարիքից համեմատ առողջ ապրելակերպի մարդ, բայց բոլոր դեպքերում սարեր չեմ բարձացել եւ որպես ընկեր ինքը ուրեմն առաջարկում էր իր հետ բարձրանալ սարեր։ Գագիկ էսպիսի միտք ասում է, սարը ասում է ստորոտից ու վերևից լրիվ տարբեր բաներ են։ Եվ այս երևի ոչ թե ինքը սարը բարձրանալուց է դա հայտնագործել, ինքը իր միջի այդ խռովքը ամեն ինչին վերևից ու ներքևից նայելու ինքը գտել է այդ սարում, դրա համար է սար գնացել էլ Գագիկի միջը ըստ երևույթին այդ իր հոգու եւ խռովքը եւ հանգստությունը այդ դա ինչ որ Գողգոթայի պես մի բան է էլի այդ իրան շատ նման էր նա որ սկսում էր խոսել այդ լեռնագնացության մասին իմ մոտ ոչ մի քարոզիչ այդքան նվիրվածությամբ իր քարոզը չի անում ինչքան ինքն էր անում եւ ինչ է դա տալիս հա նվիրական սարից բացի հաղթահարման բերկրանքը ինքդ քեզ հաղթահարելու ոչ թե սարին սարին ոչ մեկը չի կարող հաղթահարել ընդհակառակը սարը այնքան սիրալիր գտնվեց մեր նկատմամբ որ թույլ տվեց մենք հասնենք կատարին ոչ թե մենք մագլցելով հասանք ոչ թե մեր այսպես ասած այդ իր բարեհաճության արդյունքն էր բայց ձև է դա ալպինիզմի մեջ ընդունված մոտեցում է եւ երբ որ դու կարողանում ես քո ֆիզիկական ուժերդ լարես նպատակիդ հասնես դա անասելի բերկրանք է եւ այդ բերկրանքը երբ որ դու ստանում ես Մասիսի կատարին խոսքերը այստեղ դժվար թե ներկայացնեմ զգացական պահն ու վիճակը որ դու ունենում ես այնտեղ